Ողջույն ձեզ։ Հեռուստադիտողը հարցնում է ինչից է այն հոգևոր ընկճվածությունը եւ հոգևոր ճգնաժամը, որի մեջ մենք շատ հաճախ ընկնում ենք մանավանդ այսօրվա իրականության մեջ։ Հատկապես նկատի է առնվում այն հանգամանքը, երբ որ մարդը կարող է նյութական եւ կենցաղային տարբեր հոգսերի արդյունքում կարող է աղճատվել մարդու հոգևոր կյանքը եւ հոգևոր ներդաշնակությունն ու խաղաղությունը։ Իրականում սա այսօրվա մեր կյանքի եւ մեր առօրյայի անբաժանելի մի մասն է կազմում, որովհետեւ հոգսերը, կենցաղը, ընդհանրապես նյութական իրականություն եւ նյութի անբավարարությունը մեր կյանքում անդրադառնում է մեր հոգևորին, անդրադառնում է մեր հոգևոր խաղաղության ու ներդաշնակությանը եւ ծնվում է հոգևոր ճգնաժամ։ Որպես այդպիսին, սակայն, եթե նայելու լինենք, հոգևոր ճգնաժամի պատճառը միայն սա չէ։ Արմատները շատ ավելի խորն են, որովհետեւ եթե մենք այսքանով ձևակերպելու լինենք, ապա շատ ավելի պարզ է իրականությունը կամ լուծումը շատ ավելի հեշտ է, սակայն այդ ամենով հանդերձ միևնույն է, մենք հաճախ դժվարանում ենք լուծումը գտնել, ինչպես դուրս գանք հոգևոր այդ ճգնաժամից, հոգևոր ընկած վիճակից եւ կարողանանք աղոթել, կարողանանք մասնակցել պատարակներին, եկեղեցական արարողություններին եւ ընդհանրապես ծիսակարգերին, որովհետեւ շատ հաճախ մենք չենք գալիս եկեղեցի, չենք մասնակցում պատարակներին ու միշտ պատճառաբանում ենք, որ դրան վաստակելու համար մենք աշխատում ենք շաբաթվա բոլոր օրերին։ Սովորաբար հոգևոր ճգնաժամի համար մենք կարող ենք առանձնացնել մի քանի հիմնական ու կարևոր պատճառներ, որոնք կարծես թե ընդհանուր են բոլորիս համար։ Առաջին պատճառը այդ ներքին հոգևոր ճգնաժամ ունենալու այն է, երբ որ սկզբում Աստված մեզ տալիս է որոշակի զորություն, երբ որ մենք դառնում ենք հավատացյալ, երբ որ մենք դարձի ենք գալիս, սկսում ենք ընթերցել Սուրբ Գիրքը, սկսում ենք պատարակների մասնակցել, մենք միանգամից տեսնում ենք Աստծո ներկայությունը մեր կյանքում, որ երբեք մենք չենք զգացել կամ չենք ունեցել, եւ բնականաբար մենք ոգևորվում ենք, խրախուսվում եւ փորձում ենք ավելի, այսպես մեր հավատքի մեջ ամրանալ ու զորանալ։ Սակայն որոշ ժամանակ անց մենք տեսնում ենք, որ որքան էլ որ նախկինում կարողանում էինք հեշտությամբ աղոթել, Սուրբ Գիրք ընթերցել, պատարակներին մասնակցել, Աստծո հետ ուղակի զրուցել, Աստծո ներկայությունը տեսնել, որոշ ժամանակ հետո տեսնում ենք, որ այս իրականությունը խախտվում է մեր կյանքում, տեսնում ենք, որ ոչինչ այլևս մեր կյանքում չի ստացվում։ Եվ սրա պատճառները մենք միանգամից գտնում ենք մեղքի իրականության մեջ, փորձում ենք անպայման մտածել, որ Աստված մեզ լքել է, որ մեզ Աստված այլևս չի լսում, սակայն իրականում բոլորովին ուրիշ է պատկերը։ Սկզբում Աստված մեզ առաջնորդում էր իր զորությամբ, իր ներկայությամբ։ Հետո մենք սկսում ենք հոգևոր մեր կյանքի մեջ ավելի փորձառություն կուտակել, ավելի ամրանալ եւ Աստված գալիս է մի պահ, որ Աստված փորձում է մեզ մենակ թողնել։ Մի պահ, մի փոքր ետ քաշվել, ոչ թե լքել մեզ, այլ մի փոքր մեզանից ետ քաշվել եւ թույլ տալ մեզ ավելի շատ ազատ գործելու եւ ավելի շատ ազատ ընտրություն կատարելու։ Եվ այս հոգեվիճակի մեջ է, որ մենք ընկնում ենք հոգևոր ճգնաժամի իրականության մեջ։ Ինչպես ասենք, մեր կյանքում, երբ որ փոքրիկ երեխան շատ հաճախ սկսում է նոր սկսում է քայլել, մենք առաջին քայլերը ուղեկցում ենք նրա ձեռքը բռնած, բայց լինում է մի պահ, երբ որ մենք ետ ենք քաշվում մի փոքր ազատ թողնելով երեխային, տեսնելով, թե ինքը կարող է ինքնուրույն քայլել, թե ոչ։ Այլ ճիշտ նույն այս պատկերն է, որ շատ հաճախ մեր կյանքում լինում է։ Իրականում մենք չենք լքում մեր երեխային կամ երբեք թույլ չենք տա, որ ինքը ընկնի։ Եթե տեսնենք, որ ի վիճակի չէ քայլելու, միանգամից նորից բռնում ենք ձեռքը եւ օգնում, որպեսզի անցնի իր ճանապարհը։ Ճիշտ նույն կերպով Աստված սկզբում մեզ տալիս է իր օրհնությունը, իր զորությունը։ Հետո տեսնելով, որ մենք որոշակի հոգևոր փորձառություն ենք կուտակել եւ որոշակի հոգևոր առումով աճ ենք արձանագրել, Աստված մեզ թողնում է մի փոքր ավելի ազատ, մեզ տալիս է ազատ գործելու ավելի լայն տարածություն, որպեսզի մենք կարողանանք մեր հոգևոր գիտելիքները, մեր այդ հոգևոր փորձառությունը իրականում օգտագործել ինքներս եւ կարողանանք ինքնուրույն կողմնորոշվել։
Եվ սա լավագույն դպրոցն է յուրաքանչյուր մարդու համար, հոգևոր առումով։ Եվ իրականում մենք մտածում ենք, որ Աստված մեզ լքել է, Աստված մեզ թողել է, եւ արդյունքում ընկնում ենք հոգևոր մի տեսակ ճգնաժամի մեջ։ Եվ եթե մենք այդ ազատ տարածության մեջ չենք կարողանում կողմնորոշվել, մենք շատ հաճախ միանգամից խուճապի ենք մատնվում, այն երեխայի նման, որին թվում է, թե ուր որ է, որ ինքը կընկնի եւ ինքը իրեն կվնասի։ Եվ միանգամից այդ հորետեսական պատկերը, որ մենք կորած ենք, մենք այլևս ոչինչի ընդունակ չենք, Աստված մեզ լքել է եւ կարծես թե սա աշխարհի վերջն է։ Բայց իրականում նման բան չկա։ Աստված մեզ երբեք չի լքում։ Ուղղակի մենք պիտի կարողանանք ավելի իմաստուն լինենք եւ հասկանանք, որ Աստված այս պահին ուղղակի մեզ ազատ տարածություն է թողել գործելու եւ ընտրություն կատարելու։ Իսկ եթե այդ ազատ տարածությունն Աստված մեզ տվել է, նշանակում է, որ Աստված ամենատես լինելով գիտի, որ մենք կարող ենք ինքնուրույն քայլել եւ կողմնորոշվել։ Եվ մենք շատ հաճախ այդ իրավիճակի մեջ ենք հայտնվում, որն առիթ է դառնում հոգևոր ճգնաժամի։ Այնինչ մենք ազատության մեջ պիտի կարողանանք Աստծո Սուրբ Հոգու շնորհներն օգտագործել ավելի զորանալու եւ ավելի ամրանալու համար։ Պատճառներից մյուսը հոգևոր ճգնաժամի կարող է լինել նաև այն, երբ որ մարդը ինքնակամ է հրաժարվում Աստծո հովանավորությունից եւ Աստծո ներկայությունից, Աստծո զորությունից։ Եվ սա սովորաբար տեղի է ունենում մեղքի պատճառով, երբ որ մարդը սկսում է ընկնել մեղավոր իրականության մեջ, երբ որ մենք անընդհատ մեղավոր հակումների արդյունքում սկսում ենք կամաց հեռանալ Աստծուն։ Եվ այս պարագային բոլոր պարագաներին մեղքը նման է մի ճահճի, որքան որ դու խորասուզում ես այդ ճահճի մեջ, այնքան դուրս գալու հնարավորությունը ավելի դժվարանում է կամ անհավանական է թվում։ Բայց այս դեպքում Աստված, որ թույլ է տալիս այդ հոգևոր ճգնաժամն ապրենք, սա ավելի մեր կյանքում հոգեբանական դրսևորում ունի։ Աստված մեզ սրանով ընդամենը ուզում է ցույց տալ կամ սովորեցնել, որ դու արդեն գիտես, թե ինչ է նշանակում ապրել Աստծո հետ։ Դու արդեն գիտես եւ զգացել ես Աստծո ներկայության ամբողջ քաղցրությունը եւ աստվածային օրհնության ամբողջ զորությունը։ Եւ հիմա, երբ որ ընտրել ես մեղքի այս ճանապարհը, ինքդ մնա այդ ճահճի մեջ, ապրիր այդ մեղավոր իրականության մեջ եւ փորձիր համեմատել, թե որն է քեզ պետք, թե ինչ է նշանակում իրականում ապրել առանց Աստծո եւ համեմատելով այս երկու իրականությունները փորձիր ընտրություն կատարել, քանի որ վերջին հաշվով թե մեղավոր իրականության մեջ, թե սրբության ճանապարհին մարդը միշտ ի վիճակի է ընտրություն կատարելու եւ ազատ կամքով վերադառնալու այն ճշմարիտ ճանապարհին, որից ինքը շեղվում է։ Այսինքն, երբ մենք ընկնում ենք հոգևոր ճգնաժամի մեջ, այդ երկրորդ տարբերակին անդրադառնալով մենք կրկին ընկնում ենք հուսահատության գիրկը, եւ դա պատճառը այս ամենի լինում է մեր մեղքերը եւ մեր սխալները, որովհետեւ մեզ համար շատ հաճախ թվում է, թե մենք ի վիճակի չենք, եթե մեղքեր են գործել, եթե այդ մեղավոր իրականության մեջ ամբողջ մեր մարմնով եւ հոգով թաթախված ենք, մենք ճանապարհ չունենք վերադառնալու, մենք այլևս կորած մարդիկ ենք։ Սա առիթ է հուսահատության, ինչը նույնպես աստվածաշնչյան պատգամներին հակառակ է։ Իրականում միշտ մենք ունենք վերադարձի ճանապարհը զղջումով եւ ապաշխարությամբ։ Բայց մենք ամեն անգամ նաեւ այս պարագային պիտի հիշենք կարևոր մի բան, որ Աստված անընդհատ մեզ ասում է, թե դու վայելել ես Աստծո ներկայությունը եւ դու գիտես Աստծո հետ ներդաշնակ ապրելու երջանկությունը։ Հիմա էլ ապրելով այս մեղավոր իրականության հետ, ապրելով այս մեղավոր իրականության մեջ համեմատիր եւ ոչ միայն համեմատիր, այլ նաեւ ընտրություն կատարիր, թե որն է իրականում քեզ պետք։ Մյուս պատճառը հոգևոր իրականության կարող է լինել այն, որ շատ հաճախ հոգևոր ճգնաժամի պատճառը կարող է լինել նաև այն, որ մարդը կարող է ապրել յուրաքանչյուր մի պարագայի, յուրաքանչյուր իր կյանքի յուրաքանչյուր մի դրվագում Աստծո զորությանը ապավինելով, սակայն մարդու արժեքային համակարգը կարող է փոխվել, եւ որքան որ մարդու արժեքային համակարգն է փոխվում,
այնքան մարդը ավելի շոշափելի եւ հստակ զգում է իր կարողությունների, իր մարդկային, իր ուժերի սահմանափակ լինելու հանգամանքը։ Երբ որ մենք հասկանում ենք, որ իրականում մարդը սահմանափակ է իր կարողության եւ իր ուժերի մեջ, այստեղ է, որ շատ հաճախ մենք ընկնում ենք հոգեվոր ճգնաժամի մեջ։ Ժամանակակից մարդը ուզում է շատ հաճախ առանց խաչի հասնելու դրախտ, այսինքն շատ հաճախ դժվարություններն ու փորձությունները մեզ համար առիթ են ընկճվելու եւ որի արդյունքում մենք բացահայտում ենք մեր անզորությունը։ Իրականում մենք երբեք չենք կարող միանգամից հասնել երջանկության եւ դրախտային իրականության, եւ Քրիստոս մեզ առաջնորդում է հենց այն ճանապարհով, որ միայն խաչելությամբ, միայն խաչի ինքնազոհաբերության ճանապարհով է, որ մենք պիտի հասնենք դրախտ եւ պիտի մեր առջեւ բացվի դրախտի դռները։ Երբ որ մենք սկսում ենք եկեղեցի գալ եւ հաղորդակից լինել եկեղեցուն տարբեր տեսակի արարողությունների ու խորհուրդների, սկզբում կարծես թե ամեն ինչ շատ լավ է։ Մենք սկսում ենք մասնակցել ժամերգություններին ու արարողություններին։ Մենք շատ ոգևորված ենք այն աստիճան, որ չենք ուզում եկեղեցուց դուրս գալ։ Բայց ստացվում է այնպես, որ հենց որ եկեղեցուց մենք դուրս ենք գալիս, մենք այլևս չենք ուզում նորից եկեղեցի մտնել։ Իրականում մեր առջև խնդիրը դրված չէ այնպես, որ եկեղեցի պիտի մտնենք կամ պիտի չմտնենք։ Մեր առջև իրականում խնդիրը դրված է, որ երբեք եկեղեցուց դուրս չգալ եւ երբեք աստվածային ներկայությունից դուրս չգալ։ Սա փոխաբերական իմաստով։ Իհարկե, եկեղեցի ասելով ես նկատի չունեմ քարեղեն այդ շենքը։ Հետևաբար աստվածային ներկայությունը պիտի լինի մեզ հետ ամենուր, մեր կարողության եւ մեր անզորության պահին։ Մենք պիտի ամեն բան մեր կյանքում վերցնենք Աստծո ձեռքից, Աստծո կամքի բացարձակ եւ աստվածային սիրո որպես դրսեւորում եւ Աստծո փառքին պիտի ծառայեցնենք թե մեր անզորությունը, թե նաեւ մեր կարողությունը։